Ծառուկյան գագիկը ուրիշի հանձնարարությամբ օտար երկրյա գործակալներին դրել է իր կուսակցության երկրորդ համար։ Ինքը իմացել է, որ գործակալի է դնում երկրորդ համար, ինքը գործակալ է օտար երկրյա, եւ ով որ նրան ձայն տվեց, ձայն է տալիս օտար երկրյա գործակալներին։ Հստակ ասում եմ, այդ մարդը իր կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել։ Տենց մուսկուլներին մի նայի, դրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Իրանք այսօր դրսում են պապաներ փնտրել եւ գտել, որովհետեւ ես հրաժարվել եմ իրանց պապայություն արել, որովհետեւ իրանց նման այո, նրանք դրսում են պապաներ փնտրել եւ գտնել, որովհետեւ ես հրաժարվել եմ նրանց պապայություն անել, ես մի բանը շատ իմացեք։ Եվ մենք պետքա նրանցից հատիկ հետ բերենք թալանված ամեն կոպեկը, Ծառուկյան գագիկից կալուգացուց Ռոբերտ Քոչարյանից։ Եվ ես սա չեմ ասում ապագայի համար, ժողովուրդ ջան, այսօր արդեն դա տեղի է ունեցել եւ տեղի է ունենում։ Վերջին 8 տարիներին մենք շուրջ 8 միլիարդ դոլարի գույք եւ ֆինանսական միջոցներ տարբեր մեխանիզմներով վերադարձրել ենք Հայաստանի ժողովրդին։ Եվ դրա շնորհիվ է, որ 2018 թվականից ես 8 տարի վարչապետ եմ, 7 անգամ մենք թոշակի թեմային անդրադարձել ենք։ Պատկերացնում եք, 8 տարի վարչապետության ընթացքում 7 անգամ մենք թոշակի թեմայի ենք անդրադարձել։ 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր 46,000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի հնարավորությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։